Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին այսօր վիրահատել են, հայտնել է Սրբազանի փաստաբան Արա Զուրաբյանը։ Վիրահատությունը հաջող է անցել, այս պահին ամեն ինչ լավ է, նշել է Զուրաբյանը։ Նախորդին Միքայել Սրբազանի վիրահատությունը հետաձգվել էր արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։ Գարիկ Գալյանի կողմից բոլորիդ բարև։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն արդեն ազատության մեջ է, հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 2023 թվականին քննչական կոմիտեն Գալեյանի մոտ հայտնաբերել էր մոտ 3 փաթեթ մարիխուանա։ Դատավոր Մասիս Մելքոնյանը հերոսի հորը դատապարտել էր 2.5 տարվա ազատազրկման, որը ավելի ուշ փոխարինվեց տնային կալանքով։ Հյուսիս-արևմուտքից Հայաստանին է մոտենում ցուրտ մթնոլորտային ցիկլոն, ինչով պայմանավորված դեկտեմբերի 26-ին եւ 27-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Տեղումները կուժեղանան դեկտեմբերի 27-ի երեկոյան եւ 28-ի գիշերն ու առավոտյան, ընդգրկելով ողջ հանրապետությունը, իսկ առանձին հատվածներում ձյունը կլինի առատ։ Լեռնային գոտիներում կանխատեսվում է բուք տեսանելիության անկում եւ քամու ուժ գնացում մինչեւ 17-ից 20 մետր վարկյան, իսկ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-ից 30-ն ընկած հատվածում նվազելու է 5-ից 7 աստիճանով։ Երևանում ձյան տեսքով տեղումներ կլինեն դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, ինչպես նաև 28-ի գիշերը եւ առավոտյան։ Գյումրի-Շիրակ Կամո երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել։ Վթարի հետևանքով 40-նամյա ուղևորուհի Ալլա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու է մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման համար հատկացված բյուջետային միջոցների մի մասը ուղղել 45 նոր տրոլեյբուսների գնմանը։ Քաղաքապետարանից նշել են, որ մետրոյի շինարարության մեկնարկն ընթացիկ տարում անիրատեսական է համարվել։ Գերատեսչության տվյալներով 2025 թվականի բյուջեով նախատեսված 9.64 միլիարդ դրամից միայն 765 միլիոնն է վճարվել նախագծային աշխատանքների համար, իսկ մնացած միջոցները վերաբաշխվել են նախագծի փորձաքննության եւ գնման գործընթացների ձգձգման պատճառով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նոր տրոլեյբուսները Երևան կհասնեն 2026 թվականի առաջին ամիսներին, իսկ մետրոյի կայարանի կառուցման մեկնարկի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվել է 2 միլիարդ դրամ, որը հետագայում փուլ առ փուլ կավելացվի։ Բավարար չէ։ Հայ ազգային կոնգրեսը որոշել է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածու առաջադրելով կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի փոխանցմամբ այս որոշումը նախապես քննարկվել եւ համաձայնեցվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Պաշտպանության նախարարության N զորամասի բարձրաստիճան զինվորականների կողմից խոշոր չափի վառելիքի հափշտակության գործի նախաքննությունը։ Պարզվել է, որ գումարտակի հրամանատարի տեղակալը եւ պահեստապետը նախնական համաձայնությամբ նախ վաճառել են 700 լիտր դիզվառելիք, ապա փորձել են զորամասից դուրս բերել եւս 2 տոննա վառելիք, սակայն ձերբակալվել են։ Գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ դասակի հրամանատարին եւ գնորդին, իսկ պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական ոստիկանության Երևանի վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության դեպք։ Երևան-Սևան ավտոճանապարհին ոստիկանները կանգնեցրել են Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 33-ամյա տղամարդու վարած մոտոցիկլետը։ Վարորդը փորձել է փախուստի դիմել, ընթացքում նետելով փաթեթներ։ Ոստիկանների կողմից հետապնդումը շարունակվել է, տղամարդը ձերբակալվել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տղամարդու նետած ավելի քան 2 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված պարունակող փաթեթները։ Տղամարդը կալանավորվել է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ամփոփել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն մրցույթի արդյունքները, որոնք որոշվել են մարզական լրագրողների գաղտնի քվեարկությամբ։ Լավագույն 3 մարզիկներ են ճանաչվել Ծանրորդ Վարազդատ Լալայանը, Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւ Ըմբիշ Մալխաս Ամոյանը, իսկ լավագույն կին մարզիկի տիտղոսին արժանացել է Ալեքսանդրա Գրիգորյանը։ Տարվա լավագույն թիմը հռչակվել ֆուտզալի ազգային հավաքականը, լավագույն մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, իսկ հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ է ճանաչվել շախմատիստ Սարգիս Սարգսյանը։ Անհայտ անձը պայթեցրել է Սիրիայի մզկիթներից մեկը, 3 մարդ զոհվել է, 21-ը վիրավորվել։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Հոմսի շիական Իմամ Ալի մզկիթում։ Սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ նախնական տվյալներով ահաբեկիչը պայթուցիկը ներսում տեղադրել է աղոթքի պահին, երբ մզկիթում 100-ից ավելի մարդիկ են եղել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Նիգերիայի հյուսիս-արևմտյան մասում գործող իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը։ Թրամփը ջիհադիստներին անվանել է ահաբեկչական ստորին խավ եւ նշել, որ նրանց թիվը ավելի կմեծանա, եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները։ ԱՄՆ նախագահը սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ որ օբյեկտներին են հարվածել։ Ես նախկինում զգուշացրել էի այդ ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ստիպված կլինեն թանկ վճարել, եւ դա տեղի ունեցավ։ Թող Աստված օրհնի մեր զինվորներին եւ բոլորին, շնորհավոր Սուրբ Ծնունդ, ներառյալ մահացած ահաբեկիչներին, որոնց թիվը շատ ավելի կմեծանա, եթե չդադարեն սպանել քրիստոնյաներին։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալային։ Ըստ ուժայինների, Սաակաշվիլիի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան համացանցով կապ է հաստատել ցուցարարների հետ, ովքեր կառավարության խաղաղ տապալում կարգախոսով վերջերս փորձել էին ներխուժել նախագահական պալատ։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ Ախալայան հրաժարվել է ցուցմուկ տալ։